Thank you, Mr. Chair. Excellencies, ladies and gentlemen. Ձերդ գերազանցություններ, տիկնայք եւ պարոնայք, նախ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել հանձնաժողովի նախագահին, բյուրոյի անդամներին եւ քարտուղարությանը նիստը գերազանց կազմակերպելու համար եւ վստահեցնել մեր պատվիրակության լիակատար աջակցության ու համագործակցության համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր անդամ պետություններին Հայաստանին ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի առաջին փոխնախագահ ընտրելու համար։ Հարգելի գործընկերներ, Հայաստանը հավատարիմ է մնում թմրամիջոցների վերահսկման արդյունավետ ռեժիմի ապահովմանը համաձայն միջազգային կոնվենցիաների եւ այլ համապատասխան փաստաթղթերի։ Մենք կարևորում ենք հանձնաժողովի առանցքային դերը որպես ՄԱԿ-ի քաղաքականության մշակող մարմին, որը պատասխանատու է թմրամիջոցների վերահսկման հարցերի համար, ինչպես նաեւ կարևորում ենք ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի դերը համաշխարհային խնդրին անդրադառնալու եւ հակազդելու համար։ Տիկնայք եւ պարոնայք, ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարը միայն օրենքի, քաղաքականության եւ իրավապահ համակարգի խնդիրը չէ, այն խորապես մարդկային խնդիր է, այն ազդում է ընտանիքների, երիտասարդների վրա, լուրջ ազդեցություն ունի առողջապահական համակարգերի, անվտանգության եւ համայնքների բարեկեցության վրա, անկախ աշխարհագրական դիրքից։ Ոչ մի երկիր զերծ չէ այս սպառնալիքից եւ ոչ մի պետություն չի կարող միայնակ հաղթահարել այն։ Որպես Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում գտնվող երկիր, Հայաստանը հատուկ պատասխանատվություն է զգում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ գլոբալ պայքարում ներդրում ունենալու համար։ Հայաստանը կարևորում է միջազգային համագործակցության խորացման անհրաժեշտությունը եւ պատրաստական է թմրամիջոցների հետ կապված սպառնալիքներին դիմակայելու հարցում սերտորեն համագործակցել գործընկերների հետ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնական ծագման թմրամիջոցները Հայաստանի տարածքում ամենատարածվածն են, սակայն մտահոգիչ աճ է նկատվում նաև սինթետիկ թմրամիջոցների շրջանառության առումով, որոնք ողջ աշխարհում կործանարար ազդեցություն ունեն։ Այս չարիքի դեմ պայքարում իր հանձնառությունն ու կարողություններն ուժեղացնելու նպատակով Հայաստանը 2023 թվականին միացավ սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիային։ Համացանցի միջոցով կատարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը շարունակում է մնալ մտահոգիչ։ Նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ առցանց շուկաներն ու սոցիալական մեդիայի հարթակները դարձել են հիմնական տարածքները, որտեղ կազմակերպվում են թմրամիջոցների վաճառքը։ Թմրամիջոցների անօրինական շրջանառությունը հեշտացնելու համար այսօր նաև կրիպտոարժույթներն են լայնորեն օգտագործվում։ Ներքին գործերի նախարարությունը մշակել է օրենքների նախագծերի փաթեթ, որոնք կարգավորում են կրիպտոարժույթների օգտագործման հետ կապված հանցագործությունների քննությունը, ինչպես նաև ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում։ Սակայն մենք գիտակցում ենք, որ միայն իրավապահների միջոցները բավարար չեն։ Թմրամիջոցների դեմ արդյունավետ քաղաքականությունը պետք է ընդունի, որ յուրաքանչյուր վիճակագրության հետևում իրական մարդիկ են, որոնք աջակցության, բուժման եւ վերականգնման կարիք ունեն։ Թմրամիջոցներից տուժածների առողջության վերականգնման, վերաինտեգրման համար պետք է ներդրվել մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքով առաջնորդվող մոտեցումները։ Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ նիստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառել էր 2025 թվականին մշակել թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում պետական քաղաքականություն արտահայտող ազգային ռազմավարություն, որը նպատակաուղղված է հասցեագրել ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, այլ նաեւ անձանց բուժման, սոցիալական վերականգնման եւ վերաինտեգրման, հանրային առողջության խնդիրները։ Ռազմավարությունը մշակելիս ներքին գործերի նախարարությունը սերտորեն համագործակցել է պետական կառույցների, քաղաքասարակության եւ միջազգային գործընկերների, այդ թվում ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի փորձագետների հետ։ Նոր ռազմավարությունը կօգնի նաեւ արագացնել 2019 թվականի նախարարական հռչակագրով նախատեսված միջազգային պարտավորությունների իրականացումը։ Եզրափակելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը թմրամիջոցների օգտագործումը կանխելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ դրանց հետ կապված վնասի դեմ պայքարելու հարցում։ Սա ավելին է, քան կառավարության մանդատը։ Դա պատասխանատվություն է, որը մենք կրում ենք մեր ժողովրդի, մեր տարածաշրջանների եւ աշխարհի համար։ Ամրապնդելով Հայաստանի դիմակայունությունը, մենք նպաստում ենք բոլորի համար ավելի ապահով եւ թմրամիջոցներից զերծ ապագայի կերտմանը։ Շնորհակալություն։ I thank you. Thank you.